Նախ ես շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք նշեցիք քաղաքական գործընթացները, այսօր Հայաստանում ըստ էության գործընթացը, որի շուրջ բևեռված է հասարակության ողջ ուշադրությունը, ընտրություններն են։ Արդեն վերջնագծին ենք մոտենում։ Ես մի քանի արձանագրումներ կուզեի անել։ Արձանագրում առաջին։ Մենք, Կոնգրես ՀԺԿ դաշինքը, ամեն ինչ անում է քարոզարշավը քաղաքականացնելու, իրապես քաղաքական պրոբլեմատիկան քարոզարշավի օրակարգ բերելու համար, մյուս ուժերը գլխավորությամբ իշխող հանրապետական կուսակցության ըստ էության ամեն ինչ անում են քարոզարշավը եւ գործընթացը ապաքաղաքականացնելու ուղղությամբ, եթե հանրապետական կուսակցության համար ինչ որտեղ հասկանալի է, ասեմ ինչու, որովհետեւ տարիներ շարունակ նրանք հենց այդպես էլ փորձել են ընտրողներից թաղային հեղինակությունների, վարչահրամայական ռեսուրսի, ընտրակաշառքի միջոցով ձայներ կորզել, մյուս բոլորը կարծեք թե խոսում են քաղաքական խնդիրների մասին, բայց ըստ էության մեր ժողովրդին ոչինչ չեն ասում։ Սա մեկ, երկրորդ, արդեն վերջին շրջանում հատկապես նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո հասարակության շրջանում եւ մենք դա զգում ենք մեր անձնական այսպես շփումների, հանդիպումների ընթացքում զգացվում է, որ այն օրակարգը, որ Կոնգրես ՀԺԿ դաշինքը այն օրակարգը, որով Կոնգրես ՀԺԿ դաշինքը մտավ քարոզարշավ, արդեն հաստատուն տեղ է գտել որպես քննարկման, մտորման, բանավեճի առարկա հասարակության շրջանում։ Վստահ եմ գիտեք, բայց եւս մեկ անգամ օգտվեմ առիթից տեղեկացնեմ, որ այսօր կենտրոն հեռուստատեսությամբ կհեռարձակվի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, նոր հարցազրույց, որտեղ ըստ էության ի թիվս ի շարունակություն նախորդ հարցազրույցի կամփոփվեն հասարակությանը հուզող բոլոր հարցերը, այդ թվում նաև ել ավելի լրացուցիչ համապարփակ վերլուծություն կներկայացվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր տեսակետների շուրջ։ Սա է, եթե կան հարցեր, խնդրեմ։ Խնդրեմ ներկայացեք։ Խաղացանեք նորսիարմինի երկու հարց, առաջինը կապված, որ դաշինքը ներկայացնի արդեն հայտարարել, որ եթե արդյունքները ես չգոհացնեմ, նրանք բողոքի ակցիաներ կազմակերպելու, հետաքրքիր ձեր դաշինքի մոտեցում հայտարարեցին, դուք մասնակցելու եք, կամ եթե ձեզ չբավարարի, դուք ինչ եք անելու, եթե ուրիշ քաղաքական ուժեր համարեք կմիանաք այդ ուժերի։ Եթե առաջիկա ընտրությունները անցնեն նույնքան այսպես կեղծվեն նույնքան եւ անցնեն նույն որակով ինչ որ նախորդ ընտրությունները եւ սահմանադրական հարակվեն, ապա ես կարծում եմ, որ մենք իհարկե կօգտագործենք քաղաքական պայքարի գործիքները այդ ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ այսպես հասարակության ձայնը բարձրացնելու ուղղությամբ։ Թե ինչ կանեն ձեր նշած դաշինքի գործիչները, իրենք հայտարարել են, բայց դա ինչ տեսք ունենա, ես չգիտեմ, մի քիչ հակասական հայտարարություններ են լինում, սպասենք տեսնենք, համենայն դեպս ես կարծում եմ, որ այսօր հատկապես վերջին մի քանի օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխող հանրապետականը
շատ լուրջ խնդրի առջև է կանգնած, նախ քաղաքացիական հասարակությունը, նաև մասնակից քաղաքական ուժերը կարողանում են բացահայտել այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում իշխող հանրապետական կուսակցության կողմից, նկատի ունեն վարչարամական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքների բաժանումը եւ այլն, որոնք լուրջ ստվեր են գցում այս ընտրությունների վրա, բայց ամբողջական պատկերը ունենալու համար եւ դրանից եւ դրա հիման վրա հետագա գործողությունները նախանշելու վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար մենք պիտի տեսնենք, թե ինչպես են անցնում բուն ընտրությունները, հաշվարկը եւ որից հետո մենք կարող ենք համապատասխան որոշում կայացնել։ Եվ երկրորդ հարցը հասարակության որոշման կոնկրետությունն է, նայեք, անցած ընտրությունների նախագահական ձեռնտեսության չմասնակցեց տարիքի նաև նշելով իր տարիքը, ինչ է փոխվել այս 4 տարիների ընթացքում եւ եթե անցնել ազգային ժողով նա մտիկ ֆրակցիան կվերկանալի թե անցած ընտրությունների մոտ 2016-ի չի մտնի։ Դուք հիշում եք հարցազրույցի այդ հատվածը, բայց մոռանում եք հաջորդ հատվածը, որ եթե լինեն ֆորս մաժորային զարգացումներ, ապա Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, իսկ մենք համարում ենք, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ըստ էության մենք Ղարաբաղյան հարցում ունենք մի իրավիճակ, որը կարող ենք նույնիսկ անվանել ֆորս մաժորային։ Եվ սա ձեր հարցի պատասխանն է։ Եկեք այդ մասին խոսենք ընտրություններից հետո։ Շնորհակալ եմ։ Ներից եք ասացիք, որ եթե կեղծվեն ընտրությունները անգամ, որքան անցած ընտրություններին եւ վերջին համանadrական ընտրություններին։ Ես ուզում եմ կարճել հենց այդ ձևակերպումից։ Ասեք։ Ինչքան կեղծվեն, որ Պատասխանեմ, եթե պարզվի, որ դրանք համակարգային, այսինքն եթե դուք ունեք կեղծիքների մակարդակ, որտեղ զգում եք, որ պետությունն իր սիստեմատիկ բանով չի մտել դրա մեջ, դա ուրիշ բան է։ Եթե ունեք կեղծիքներ, որտեղ դուք տեսնում եք պետությունը սիստեմատիկ, այսպես մեքենա է կիրառել, դա ուրիշ բան է։ Խնդիրը ոչ թե քանակի մեջ է, այլ դրա հետևում կա համակարգ, թե ոչ։ Ես եւ հավելեցի, մտավախություն հայտնեցի, որ այս վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ այդ մեքենան գործի գծվել է, բայց որովհետեւ մենք ամբողջական պատկերը ունենանք, մենք պիտի տեսնենք ապրիլի 2-ին քվեարկության օրը տեղամասից դուրս ինչ է կատարվում, հաշվարկի ժամանակ ինչ է կատարվում, այդ ամբողջը եթե մենք ունենանք, նորից եմ ասում, կարող է լինի 10 կեղծում, բայց հետևում համակարգ աշխատի, կարող է լինի 20 կեղծում, բայց դուք զգաք, որ դա ասենք ինչ որ մենք բոլորս զգանք, որ դա ասենք ինչ որ տեղական նախաձեռնություններ են։ Խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը որ մենք տեսնենք, որ դա համակարգ է։ Մինչև այսօր ընթացող քարոզարշավի մեջ այդ ապօրինություններից մենք ունենք այդ հիմնավոր տպավորությունը, որ մենք գործ ունենք էլի համակարգային կեղծիքի հետ։ Կգա օրը, կգումարվի նաև, եթե այդպես է, կգումարվի նաև այդ օրվա տեղի ունեցած համակարգված ընտրակեղծիքները եւ մեր հիմնավոր կասկածը կդառնա համոզում եւ դա դրանից արդեն կբխեն մեր որոշումները։ Այն արդարացումները, որ իշխող հանրապետական տարածքն ուղղակի ծիծաղելի են, որովհետեւ նախ ինչքանով ես գիտեմ, որ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցը դա վերաբերում է պետական մարմիններին, ովքեր ունեն հետաքննության լիազորություններ եւ այդտեղ կարող է բան լինել։ Եվ երկրորդ, այն որ 114, ճիշտ է, ասում թիվը, դպրոցներ եւ մանկապարտեզներ, այն որ այդ բոլոր 114 դեպքերում բոլոր 100%-ը եղել են հանրապետականի համար վարչահարամայական ռեսուրսը կիրառողներ, որոնք հիմա ներկայանում են իբր իրենք գաղափարական առումով կամավոր աշխատողներ են, ցույց է տալիս, որ այո, մենք գործ ունենք համակարգված վարչահարամայական ռեսուրսի օգտագործման հետ։ Միանշանակ, եւ ես կարծում եմ
բացի այս փաստից, այստեղ նաև մի հեռահար վնասարարություն կա, որ հանրապետականը գործում է մեր ազգի պետության նկատմամբ եւ գաղտնիք բացած չեմ լինի, որ նման կերպ հետևողականորեն տարիներ շարունակ կրթության ոլորտի կուսակցականացումը գծիկ ապականումը մի օր մեր հայերեն համարժեք չգիտեմ բոկն վիձիտ մեր սերունդների դաստիարակման հարցում մի օր այդ մեծ վնասը մենք զգալու ենք ես համարում եմ շատ նույնիսկ ասեի սա հանցագործություն է մեր ազգի նկատմամբ Լավ, վերադառնալով Տեր-Պետրոսյանի հարցադրության եւ ընդհանրապես ՀԱԿ դաշինքի, այսպես քարոզչական հիմնական մեխին, արդյոք այդ թեման, այդ խնդիրը լիարժեք հասարակությունը ընկալում եւ հասկանում է այնինչ ուզում է ՀԱԿ-ը, թե նաեւ լինում են բացասական պատասխաններ, ընկալելով, որ դա հողերը հանձնելու ինչ-որ նպատակ է եւ դա որքանով է ազդել ձեր վարկանիշի վրա Ուսն է դուք փորձառու լրագրական փորձառություն ունեցող անձնավորություն եք եւ արդեն մենք երևի մի քանի ամիս է կրկնում ենք այդ արտահայտությունը ես կարծում եմ այլևս պիտի տեղ չգտներ Տեր-Պետրոսյանը 20 տարի իշխանություն չէ Տեր-Պետրոսյանը չի կարող որևէ որոշում կայացնել հող հանձնելու, հող գրավելու, պայմանագիր ստորագրելու, չստորագրելու Այդ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է։ Մենք ասել ենք հետևյալը. Ղարաբաղյան կարգավորման հարցում ստեղծվել է պատեհություն։ Մենք չենք ասում սա լավ բան է։ Մենք նույնիսկ չենք ասում այն ժամանակ ավելի լավ էր։ Մենք ասում ենք այդ վեճը հիմա նույնիսկ ինչ որ չափով ժամանակավրեպ է։ Մենք ասում ենք եթե Հայաստանը այս պատեհությունից չի օգտվում Մեզ առաջիկայում սպասվելու են ավելի վատ փաստաթղթեր, էապես մեծանալու է ռազմական գործողությունների հավանականությունը եւ Հայաստանը ճիշտ կանի, որ այսօր անկեղծորեն պատրաստակամություն հայտնի գնալ խաղաղության եւ հաշտության պայմանագիր ստորագրելու ճանապարհով։ Սա ենք մենք ասում։ Եվ դուք ինչ եք ասում, հասարակությունը հերթով Հասարակությունը ընկալում է դա ուրիշ հարց է։ Ես կանրադառնամ ներողություն։ Հասարակությունը ընկալում է սա եւ ինչպես է անդրադառնում ձեր վարկանիշը։ Կամաց։ Ես կարծում եմ, որ մեր առաջ քաշած խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության գաղափարը աստիճանաբար, ճիշտ է, ժամանակը միգուցե նաեւ քիչ էր, բայց աստիճանաբար ընկալում է եւ որպես ժողովուրդ, որ ինչպես ցանկացած ազգ կձգտեր խաղաղության եւ այն քաղաքական տրամաբանությունը եւ այն քաղաքական խոսքը, որ առաջարկում ենք մենք։ Եվ եթե ուշադիր կլինեք, այս հարցում մնացած բոլորը, եթե խոսում են, ասում են մի բան, որ մենք համաձայն չենք կոնգրեսի հետ կամ կոնգրեսի ասածը վատ բան է, բայց թե ինչ են իրենք առաջարկում, որևէ մեկը հոդաբաշխ նախադասություն չի կարողանում ասել, որևէ մեկը, որևէ Հայաստանին, հայ ժողովրդին լուծում չի առաջարկում։ Ինչպես կանադառնա դա մեր վարկանիշի վրա։ Ես կարծում եմ, եթե դուք դատեք այսպես առօրյա շփումներից, դուք միգուցե տպավորություն ստանաք, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում մեր վարկանիշի վրա։ Բայց նաև մեր վերջին ամիսների շփումները, նաև ժողովրդի հոգեբանության, այսպես ասած, ուսումնասիրությունը մեզ թույլ են տալիս ասել հետևյալը, որ մարդիկ հրապարակավ կարող է խուսափեն այս թեմաների մասին խոսելուց, խմբային քննարկումներում կարող է քաշվեն ոչ պոպուլյար մտքեր հայտնելուց, բայց իրենց ներսում ես վստահ եմ մեծ մասով հավանության են արժանացնում այս գաղափարը։ Եվ ապրիլի 2-ին, երբ որ նրանք կլինեն քվյախցերում,
եւ կլինեն իրենց խղճի ու քվյաթերթիկի հետ միասին, իրենց այդ հավանությունը կարտացոլվի նաեւ քվյաթերթիկներում։ Համոզիչ չեք պատասխան, պարոն իրենց ներսից համոզված կլինեն, ասել, ինչից եկել։ Որովհետեւ մարդիկ ուզում են խաղաղություն։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ իրենց որևէ այլընտրանք չի առաջարկվում, շատ պարզ պատճառով։ Այդ դեպքում քննարկումներին մասնակցել չեն։ Որովհետեւ սովորաբար, եթե խմբային քննարկում են հարևանների հետ, գոլեգաների հետ, միշտ գտնվում է մի, այսպես ասենք, պաթոսը գլխին տված հայրենասեր, ագրեսիվ։ Սովորաբար մարդիկ նման մարդկանց մոտ ավելի, այսպես քաշվում են, փորձում են չմտնել բանավեճի մեջ, բայց իրենց ներսում նաև այդ մարդկանց վարքագծից ելնելով, տեսնելով նրանց ասածների սնանկությունը, իրենց մեջ ավելի համոզվում։ Համեցեք։ Ես չգիտեմ ժողովրդի հավեսն է կորել թե հիշողությունը, բայց գոնե բարեբախտաբար ես բոլոր հանրահավաքներին եղել եմ Տեր-Պետրոսյանի։ Այո։ Ու բառացի լսել եմ, որ Տեր-Պետրոսյանը հայտարարում Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախը, բառացի եմ հիշում։ Ու նաև հիշում եմ հանրահավաքների այն շարքը Մադրիդյան սկզբունքներին, որ շրջանները դավադրաբար գնացել են ժողովրդի թակում եւ այլն։ Ինչն է փոխվել։ Ես պիտի խնդրեմ բերեք այդ ցիտատը, եթե դուք գալիս եք ասուլիսի, հա, չէ, կներեք, ստի հարց չի, ես չեմ ասում դուք դա միտումնավոր եք ասում։ Տարիների ընթացքում, որ Տեր-Պետրոսյանը նախ ասում է, որ ես չեմ վերում այդ խաղաղության ծրագիրը, այդ ծրագիրը արդեն սեղանին կա։ Այո։ Ու բացի կոնգրեսի ԺԿ-դաշինքից, նույն ծրագիրը նաև առաջատանում հանրապետական կուսակցություն։ Հիմա այսինքն երկու հանգամանք հետևյալն է ենթատեքստով, որ կամ մենք, կամ հանրապետական կուսակցություն։ Ու եթե դա կոնգրես դաշինքի համար գերխնդիրը խաղաղության ծրագրի հաստատումն է եւ ոչ սոցիալական եւ այլ ածանցյալ խնդիրները, հիմա եթե երկու հանգամանք կա։ Մեկ, մենք չի եղել 91 թվականից որևէ դեպք, երբ մենք Ղարաբաղյան հարցը դարձնենք քաղաքական կոնյունկտուրայի առարկա։ Եթե եղել է ռեալ պրոցես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ առաջացել է պատեհություն, հնարավորություն հարցը լուծելու, մենք միշտ կողմնակից ենք եղել հարցի լուծմանը։ Մենք կարող ենք մեր գնահատականն ունենալ, թե մենք որտեղից ուր հասանք, եւ մենք դա ունենք։ Մենք համարում ենք, որ այն առաջարկները, որ 97 թվականին մենք կարող էինք ընդունել, շատ ավելի լավն էին իրենց բովանդակությամբ եւ Հայաստանին շատ ավելի լավ հեռանկար էին խոստանում, գումարած նաեւ այն բանով, որ այդ եթե լուծվեր 97 թվականին, ապա այս 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծ հնարավորություններ կունենար ծաղկելու, բարգավաճելու, բարեկեցիկ կյանք ապահովելու։ Բայց մենք ուրիշ բան ենք ասում։ Նույնիսկ եթե մենք համարում ենք, որ այն ժամանակվա առաջարկվածը լավն է, քան այսօրվանը, մենք ասում ենք, այս պատեհությունից պիտի օգտվել, որովհետև Հայաստանը ռեսուրս չունի ձգելու Ղարաբաղյան հակամարտության զինված փուլից հետո ձևավորված ստատուս քվոն։ Այս խոստովանությունը, եթե կուզեք, սրա մեջ զիջողականություն չկա, սրա մեջ պարտվողականություն չկա, սրա մեջ կա իրերի ռեալ գնահատում։ Եվ մենք դա տեսանք։ Հիմա ինչ ենք մենք ասում հանրապետականի առումով։ Հանրապետականը հանգամանքների բերումով այսօր իշխանություն է, որովհետև մեկը դա չի կարող շղթել, չէ՞։ Մենք չենք ընդունում, մեր որևէ գնահատական չի փոխվել, ձեզանից ոմանք չեն ընդունում, ոմանք ընդունում են, բայց փաստը այն է, որ հանգամանքների բերումով այսօր Սերժ Սարգսյանն է իշխանություն եւ նա է բանակցում Ղարաբաղի հարցով։ Եվ հիմա մենք ասում ենք, եթե այսօր ստեղծվել է պատեհություն, սեղանին կա կարգավորման պլան, ճիշտ կլինի, որ Հայաստանը օգտվի։ Հայաստանի անունից այսօր բանակցում է Սերժ Սարգսյանը, հանրապետականի ղեկավարը։ Ու ասում ենք հետեւյալը, օգտվի, որովհետև եթե մենք այս պատեհությունը բաց թողնենք, մեզ ապագայում ավելի վատ առաջարկներ եւ ռազմական գործողությունների ծավալման ավելի մեծ հավանականություն է սպասում։ Հիմա մեր տպավորությամբ եւ Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում նշեց,
Հանրապետականը կարծեք թե հակված է, վախենալով են ասում, չեն համարձակվում ժողովրդի հետ ազնիվ խոսել, իրենք իշխանությունները պիտի խոսեն, եւ եթե այդպես է, իրականում նրանք հակված են դրան, եթե մեր տպավորություն, մենք այո պատրաստ ենք այս հարցում, եւ դա դեկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանը բաց նշեց, որ այս հարցում ով էլ լինի, մենք պատրաստ ենք, որովհետև սա այս Ղարաբաղյան հարցը մեզ համար քաղաքականությունից վեր հարց է, սա ազգի ճակատագիրը կանխորոշող հարց է, ով ուզում է լինի։ Պետրոսյանը ծանրություն է ճշմարտություն ասելու իր վրա է։ Բայց մենք միշտ ենք վերսել մեզ վրա։ Մենք վերսել ենք մեզ վրա, երբ որ իշխանություն էինք, վերսել ենք մեզ վրա, երբ որ նույնիսկ Տեր-Պետրոսյանը քաղաքականության մեջ չէր, վերսել ենք մեր վրա մարտի 1-ի կրակոցների ու սպանությունների օրերին, մենք երբեք այդ հարցը չենք դարձել քաղաքական բանի առարկա։ Մարտի 1-ից 2 ամիս անց, մայիսի 2-ին Տեր-Պետրոսյանը իր առաջին հրապարակային ելույթում մարտի 1-ից հետո ասեց հետևյալը. եթե Ադրբեջանը սանձազերծի ռազմական սադրանք, ես ինքս կոչ կանեմ իմ ընկերներին դադարեցնել պայքարը եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Մեզ համար Ղարաբաղի հարցում քաղաքական կոնյունկտուրա գոյություն չունի։ Չկա, ապրիլից հետո լինելով անհաշտ, դաժան, քննադատ այս ռեժիմի, մենք համաձայնվեցինք մեր ներդրումը բերել համազգային միասնությանը եւ որով նաեւ ազդանշան ուղարկեցինք Ադրբեջանին, որ մտքիցդ հանի, որ որևէ ռազմական սադրանքի դեպքում դու այստեղ կտեսնես ներքին հակապարակտում։ Եվ ես կարծում եմ, որ այդ ազդակը Ադրբեջանը ստացավ, տեսավ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ֆրոնտը, ճակատը մնա ամուր, որովհետև ճակատում իրար կողք կանգնած 18-ից 20 տարեկան տղաներում մեջ կա կոնգրեսի համակիրել, Բարգավաճ Հայաստանի համակիրել, միգուցե հանրապետականի համակիրել, ապա քաղաքական մարդել, իսկ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել։ Սա է ամբողջ հարցը։ Առավոտ խնդրեմ։ Ամուսինյան երեքրակովանից, ինչպես գիտեք, հարցազրույցը տարաբերում մեկնաբանությունների տեղի կետել, Պավլոժերի կողմից, Սախիովանցյանը երեքրավիրած ասուլիսում անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, Կարոշորեն Կարթան ասաց, որ առաջին այս իշխանությունը հրճվում է, որ առաջին նախագահն ասում է դուք ընտրված եք եւ դավաճ չեք, որ գնում եք այս փաստաթղթով։ Արդյոք հարցազրույցում այդ մասը, որ նշեցին գործընկերուհին, արդյոք դրանից կարելի է հասկանալ, որ դուք այլևս ՀԳ-ին մաքրում եք, հա, Բայց ներողություն, ես ասեք։ Եվ մի բան հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանի եւ Օսկանյանի ժամանակ եղել է ավելի վատ տարբերակներ Ղարաբաղի հարցի կարգավորման, իսկ Օսկանյանը 3 արձագանքելով դրան ասաց, որ այդ մեր ժամանակը, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է եղել միջազգային ճանաչում ստացել, դրա համար իր համար անհասկանալի է Տեր-Պետրոսյանը ասաց։ Ես ձեզ մի քիչ համբերություն ձեզնից մի քիչ համբերություն խնդրեմ, այսօր բոլոր հարցերի պատասխանը կստանաք, այո, սա մեկ, կապված բանի հետ, Ռաֆի Հովհաննիսյանի ասացի հետ, Ռաֆի Հովհաննիսյանը գոնե լինելով որոշ ժամանակ եղել է արտաքին գործերի նախարար, պիտի հասկանար, թե ինչ ասեց Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանը ընդհանրացված ասեց ժողովուրդները, ովքեր ընտրում են իրենց իշխանությանը, իրանցից էլ պահանջում են խաղաղություն։ Դրանից հետո բերեց Վիետնամի օրինակը, բերեց Իսրայելի օրինակը եւ այլն։ Մենք նաեւ անդրադարձանք դրան, որ հանրապետականը իր երազում հանկարծ թող սրանից հետևություն չանի, որ իրենք կարող են մեր կողմից, այսպես ասած, մաքրվել կամ լեգիտիմիզացիայի բան ստանալ, բացարձակապես։ Իսկ մնացած հարցերի հետ կապված ես ձեզնից խնդրում եմ, քանի ժամ մնաց, մի 8-10 ժամ համբերություն եւ դուք բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Նովոստյան։ Դուք ասացիք, որ քաղաքական կոնյունկտուրայի հարց չեք դարձել, Այո։ բայց քիչ թե շատ հետևող գործընթացի մատիկ Ղարաբաղի Այո։ Երկու բան կար է, որ կասկած է հարցում ձեր խոսքերն։ Առաջինը, դուք ասում եք փոփոխություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Մադիդյան սկզբում
բայց եկեք նայենք, որ Մադեդյան սկզբունքներում կա ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, վերջնական կարգավիճակը, եւ նույն Ալիևը խոստովանում է, որ հարգդեռների հետևում համանախագահները նրանից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Նշանակում է, որ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքի ավելի են լավացել, քան 97-95-ին։ Եվ երկրորդը նշանակություն է։ Նայեք, դուք ասում եք դուք հույս ունեք, որ միջնորդները կստիպեն Ադրբեջանը ընդունել այդ ամեն ինչը։ Բայց այսպեսի մանր հաց, ինչպեսի մոնիտորինգի խմբի քանակի ավելացումը, նույնիսկ համանախագահն է, որ երեք պետությունը համաձայն է հացում, մանր հացը դա նույնիսկ այդ հացը չեն կարող հաշտանել եւ Ադրբեջանի ստիպեն համաձայնվել դա։ Հայկ ջան, երկու վրիպում թույլ տվեցիք։ Մենք չենք ասել նախ վերջից գամ, որ միջնորդները կստիպեն Ադրբեջանին ընդունել խաղաղություն։ Մենք նման բան չենք ասել։ Մենք նման բան չենք ասել։ Մենք ասել ենք հետեւյալը, եթե Հայաստանն ընդունում է եւ գնում է անկեղծ խաղաղության ճանապարհով, ապա ճնշումները տեղափոխվում են Ադրբեջանի վրա։ Մենք չենք ասել, որ այդ ճնշումների արդյունքում Ադրբեջանը կընդունի, թող չընդունի, բայց դրանով հավանականությունը, որ ռազմական գործողությունները կսկսվեն, էապես նվազում է։ Այսինքն այս քայլը, երբ Հայաստանը անկեղծորեն գնում է խաղաղության, ինքնին դառնում է ազգային անվտանգության մեր համակարգի մեջ մի կարևոր բաղադրիչ։ Մենք երբեք չենք ասել, որ միջնորդները կընդունեն, կպարտադրեն, նայել կընդունի։ Այնպես որ խնդրում եմ, երկրորդ, մենք ասում ենք, ես պատրաստ եմ ձեզ հետ նստել փաստաթղթային բանավեճի եւ քաղաքական բանավեճի, թե որ թուղթն է լավը եւ վատը։ Ես համոզված եմ, որ մենք շատ ավելի լավ պայմաններ ունենք 97 թվականին, քան հիմա, բայց մենք ինչ ենք ասում։ Տեր-Պետրոսյան դեռ անցած ապրիլին ասեց, այդ խոսակցությունը դրեք մի կողմ, դա այլևս ժամանակավրեպ է, ստեղծված է նոր իրողություն, ելակետերը հետևյալն են, կա կարգավորման պատեհություն, կամ մենք ասում ենք գալիս ենք օգտվելու այդ հնարավորությունից, կամ մենք ասում ենք կամ ընդունում ենք, որ եթե չենք օգտվում այդ հնարավորությունից, մեզ սպասվում է ռազմական գործողությունների էսկալացիայի հավանականության աճ եւ հնարավոր է նույնիսկ փաստաթղթի ավելի վատ թարացում։ Ստեղ է խնդիրը։ Բանավեճը ես պատրաստ եմ ձեզ հետ ցանկացած օր, ցանկացած ժամի սուրճի, գարեջրի եւ նույնիսկ ես բոլորով նստենք ոչ ֆորմալ այդ քննարկումն անենք, բայց դա ժամանակավրեպ է այլևս։ Հարցը հետևյալն է, մենք սա ընդունում ենք թե ոչ, եթե ընդունում ենք ինչ է լինում, եթե չենք ընդունում ինչ է լինում։ Շատ պարզ։ Այստեղ է խնդիրը։ Դուք կարող եք համարել, որ սա փայլուն է, ես կարող եմ դա չհամարել, կամ հակառակը։ Դա ոչինչ չի փոխում։ Այսինքն հետևաբար երբեք պետք չի գնալ խաղաղության, ըստ ձեզ։ Որովհետև ցանկացած պահի, երբ որ գնաք, ձեզ կարող են դա գնահատել թուլության նշան։ Դուք գնացեք, բայց դուք ինչ եք պայմանավորում։ Հայաստանը չգնաց մինչև վերջ, կներեք, սա կարևոր ալուսն է։ Մի հատ շատ կարևոր էլեմենտ կա։ Եթե Հայաստանն իր գործողությունները պայմանավորում է Ալիևի վարքագծով, այսպիսի ճակատագրական հարցում, այդ նշանակում է, որ նման Հայաստանի համար բախտորոշ հարցում մենք մեր դիրքորոշումների որդեգրման բանալին տալիս ենք Ալիևի ձեռքը։ Ինքը ոնց կպահի, մենք էլ տենց կպահենք։ Հակառակը, այդ մենք պիտի իրան վարքագիծ պարտադրենք։ Որ պահին մենք պայմանավորեցինք Ալիևի որևէ ցնդաբանությամբ, որևէ հռետորաբանությամբ, որևէ քայլով, մենք դառնում ենք իր գերին։ Այդ շատ կարևոր էլեմենտ է։ Կարևորագույն էլեմենտ է։ Հասկացեք, բացատրել մեր ռազմավարությունը Ալիևի հռետորաբանությամբ, կներեք, դա նշանակում է, որ մենք ի վիճակի չենք Ալիևից անկախ ռազմավարություն մշակել։ Իսկ բայց հազար ներողություն, կոնֆլիկտը հենց կոնֆլիկտ է նրանով, որ մենք իրար չենք վստահում։ Եթե ես ու Լուսինեն խորը սուր հակասություն կոնֆլիկտ ունենք, այդ նշանակում է մենք միմյանց չենք վստահում։ Ինքը ինչ չի վստահում։ Բայց խնդիրը հենց այդ է, խաղաղության պայմանագիրը պապայի մամայի արևի վրա չի։ Խաղաղության պայմանագրի ուժը նրանում է,
որ ինքը ոչ թե չի ցանկանա խախտել, այլ ինքը չի կարողանա խախտել, եթե նույնիսկ շատ ցանկանա։ Ներողություն, որովհետև Կազանի փաստաթուղթը հենց դա հակառակն ասում է խոսքի։ Կա փաստաթուղթ, որը կողմերը համաձայնեցվել են, բոլորը գրում են Վարդան Պեկասկորովին, ամեն ինչ համաձայնեցված։ Հայկ, գնան մի անգամ էլ, Հայաստանը չպիտի իր գործողությունները պայմանավորի Ալիևի վարքագծով, սա ֆունդամենտալ, սխալ և վտանգավոր բան է, որ պահին մենք առաջնորդվեցինք այդպես, մենք կործանվելու ենք, Ալիևն ինքը նստած Բաքվում որոշելու է, թե մենք մեզ ոնց պահենք, սա ֆունդամենտալ վտանգ է, չի կարելի, սա նաև պատասխանատվությունը մեր վրայից գցում ենք, ասում ենք, դե հա, քանի որ այս բանը սենց է պահում իրան, մենք դրա համար սենց չենք անում, սա նորից եմ կրկնում, ավելի վտանգավոր բան չի կարող լինել, երկրորդ, դուք խառնում եք զինադադարն ու հաշտության պայմանագիրը, դրանք լրիվ ուրիշ հասկացություններ են, մեկ, երրորդ, նորից եմ կրկնում, հաշտության պայմանագիրը նրանով, որ հակամարտող կողմերի հնարավորությունները դրանք խախտել, հասցվում են մինիմումի, գրեթե զրոյականի, այստեղ է պրոբլեմը, ոչ թե, որ մենք գալու ենք նստենք Ալիևը մեզ ժպտա, մենք էլ ասենք, հա էլի, ժպտաց մարդը, ուրեմն մենք իրան հավատում ենք, արտաքին քաղաքականության մեջ ինչ հավատալ, արտաքին քաղաքականության մեջ դաշնակիցները իրար կարող են թիկունքից խփել, արտաքին քաղաքականության մեջ ոչ մեկի չի հավատում, երաշխիքները, մեխանիզմները, ուժերի հավասարակշռությունը, զսպող գործոնները, սրանք են աշխատող բաները, ոչ թե բանը, դու ինձ հավատում ես, հա, ես քեզ հավատում եմ, չկա նման բան, կներեք, դուք խոսում եք բացարձակապես ոչ քաղաքական տերմինոլոգիայով։ Հասկանում եք քաղաքական պայմանագիրը և զինադադարը նույնը չեն, բայց նույն գերտերությունները, նույն պայմանագիրը աշկ կթակել են, ինչպես Դե ուրեմն հայտարարեք, դուք որպես քաղաքացի, նման մտածողությամբ առաջնորդվող, նման դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը, թող վեր կենան, ազնիվ լինեն, ժողովրդին հայտարարեն, ժողովուրդ, լուծում չի լինելու, որովհետև ձեր նշած այս բանից բխում է միակ եզրահանգումը, որ հնարավոր չի լուծվի, որովհետև Ալիևը միշտ կարող է անել, գերտերությունները միշտ կարող է անել, գոնե ազնվորեն վեր կացեք, հայտարարեք, ժողովուրդ, լուծում չի լինելու, մի խաբեք ժողովրդին, բայց կներեք, դուք եք ասում, եթե դուք բերում եք պայմաններ, որոնք Հայաստանից կախված չեն և երբեք էլ չեն լինելու, ըստ ձեզ, Ալիևը չի բարյանալ, ուն չի պիտի բարյանա, կարաք ես մի հատ պատճառ ասեք, որ ինքը պիտի բարյանա, հետևաբար դուք պիտի ասեք, որ լուծում չկա ժողովուրդ ջան, մոռացեք, խնդրեմ, ազնվություն թող ունենան այդ քաղաքական ուժերը, ովքեր այդպես են մտածում, և դուք որպես լրագրողներ, ովքեր մասնագիտորեն կոչված են նաև ինչ-որ չափով ուղղորդելու հասարակական կարծիքը, խնդրեմ, գրեք, հոդված գրեք, հայտարարեք, որ ես այս մարդս համարում եմ, որ Ղարաբաղյան հարցը լուծում չունի։ Կներեք, դուք անում եք եզրահանգման կեսը, մյուս կեսը չեք անում։ Եվ ընդ որում դուք ձեր պատասխանատվության մասը չեք անում։ Գցում եք Ալիևի վրա, բոլորի վրա, աշխարհում բոլորը մեղավոր են, հետո դուք կասեք, բայց քանի որ մեղավոր են, ես Ժորժ ջան ձեզ հայտարարում եմ, որ այս հարցը չի լուծվելու, այդ ձեր պատասխանատվության մասը ոչ մեկ չի անում։ Դες չի լինում, կներեք։ Ժողովրդի հետ այս հարցում, ընդհանրապես, բայց այս հարցում ժողովրդի հասարակական կարծիքի հետ մանիպուլյացիա անելը, ես ինչ ասեմ, բայց կներեք, ձեր ասածից բխող եզրահանգումը դուք չեք անում, արեք, գնացեք հոդված գրեք, չէ, կներեք, դուք բերում եք, երաշխիքը հաշտության պայմանագիրն է, որի մեջ դրված են անվտանգության այն բոլոր մեխանիզմները, որոնք հայտնի են մարդկությանը, պայմանական ասեմ, iPhone 7 է դրված, Էս է, մարդկությունը սա է հնարել, և այդ մարդկության ստեղծած անվտանգության մեխանիզմներով մինչև օրս կարգավորվել են հարյուրավոր կոնֆլիկտներ, ճանապարհը սա է, եթե մենք ուզում ենք խաղաղություն, ուրիշ ճանապարհ չկա, եթե դուք ուզում եք գնաք
Միացյալ Նահանգներ դի ինքնաթի կամ տիեզեր դի բան նստեք։ Տիեզերանավ նստեք, ճանապարհը դա է։ Հիմա դուք ինձ ասում եք ինչ երաշխիք կա որ չի տրակի։ Կարող է 100-ից մեկը տրակի։ Հետո, եթե ուզում եք գնաք, ճանապարհը սա է։ Այլ բան ասեք, որ չենք ուզում գնալ։ 199-ը տրակել մեր դեպքում մեր կոնֆլիկտ։ Որևէ մի հատ օրինակ չեք կարող, ախր սխալ փաստական բան եք ասում։ Զինադադարը այլ բան է, զինադադարը կողմերի վրա չի դնում որևէ պարտավորություն։ Բայց ո՞ր կոնֆլիկտն է լուծվել այս ճանապարհով։ Հյուսային Կիպրոսը։ Չի լուծվել։ Պատերազմ կա Կիպրոսում։ Կներեք, Կիպրոսում ինչ է տեղի ունեցել։ Դուք ուզում եք որ բանը Կիպրոսը ճանաչի Հյուսային Կիպրոսը։ Չի լինելու նման բան։ Ուզում եք Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղը։ Ուզում եք Սերբիան ճանաչի Կոսովոն։ Ես Կոսովոն գիտեմ, աշխարհը ճանաչել է առանց սերբերի հացների։ Եվ Բայց ոնց է ճանաչել, ինչի շնորհիվ։ Եվ ինչ եք ուզում։ Եվ ինչ եք ուզում։ Եվ այսինքն կներեք, Հայկ, դուք ուզում եք որ հայ դիվանագիտությունը, հայ ազգը նստի սպասի, մինչև աշխարհը ճանաչի Ղարաբաղը։ Ես դեմ եմ, որ ոչ միտեղ տես այցելի կոնֆլիկտ կոմպրոմիսով չի լուծվել։ Մի կողմի հաշվին է եղել։ Ուրեմն հայտարարեք։ Ես Հայկ Խալացյանը, Ժորժ ջան, ասում եմ, որ այս կոնֆլիկտը չի լուծվելու։ Հայտարարեք։ Եվ այդպիսի ձեր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերն են, թող հայտարարեն ժողովրդին։ Թող անկեղծորեն ասեն Ժորժ ջան, հույսներ կտրեք, չի լուծվելու այս կոնֆլիկտը։ Ասեք, ինչի չեք ասում, կարող է դուք եք ճիշտ, բայց ասեք ժողովրդին։ Բայց ինչի չեք ասում։ Որովհետև պատասխանատվություն պիտի վերցնեն։ Բայց այդ փոխզիջման մասին դուք երևի այդ հարցազրույցը տեսաք, ոնց եք ասում որ փոխզիջում չկա։ Դուք այդ փաստաթուղթը կարդացել եք, ոնց եք ասում որ փոխզիջում չկա ախր։ Ես չեմ ասում չկա, ես ասում եմ որ ընդհանրապես չի խոսում։ Բայց կա արդեն թղթում կա փոխզիջումը։ Կան այնպիսի ուժեր, կուսակցությունների գուցե դաշինքներ, որոնց հետ պատրաստ կլինեք համագործակցել, միգուցե նաև կոալիցիա, այսպես ասենք։ Սովորաբար մենք համագործակցել ենք նախորդ 5 տարիներին, դուք տեսել եք, եթե եղել է ինչ-որ կոնկրետ հարցեր, որի շուրջ։ Իհարկե, կոնկրետ հարցեր, ասենք կൂട്ടակայինն է եղել, ինչ-որ ընդհանուր բան է, այսպես ձևավորվել, եղել է դաշնակցության հետ ենք համագործակցել, ոչ մի խնդիր, կար կոնկրետ հարց, որը ազդում էր հասարակության լայն շերտերի վրա, դաշնակցություն, ժառանգություն, Բարգավաճ, կոնգրեսը, մենք եթե կլինեն կոնկրետ հարցեր, որտեղ կձևավորվեն ընդհանուր մոտեցումներ, իհարկե, ոչ մի խնդիր։ Անկամ երկի հետ, որը այսօր ձեր հիմնական, այսպես ասենք, քննադատողն է, այսինքն այնտեղ Լսեք, ձեր գործընկերներ։ դա մի բան արեք։ Դա ավելի խոցելի է ուղղակի։ Չէ, ես նորից եմ կրկնում, եթե կլինեն կոնկրետ հարցեր, մենք կարող ենք նստել քննարկել, հիմա ում հետ կստացվի, ում հետ չի ստացվի, բայց ձեր նշած ուժերն, երբ որ ասում եք քննադատում են մեզ, իրանք դեռ շատ փոքր են, որ մեզ քննադատեն մի պարզ պատճառով, ոչ թե անցյալի, ոչ թե բանի, որպեսզի դու քննադատես որևէ մեկին, պիտի ունենաս այդ հարցի վերաբերյալ քո սեփական տեսակետը։ Եթե ունես, կապ չունի դու առաջին տարին ես քաղաքականության մեջ, մյուսը 30-րդ կամ հակառակը։ Եթե դու ունես քո տեսակետը եւ դա ազնվորեն հասարակությանը ներկայացնում ես, ապա այո, դու իրավունք ունես քննադատել մյուսին։ Բայց եթե չունես, ապա դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել տվյալ պարագայում կոնգրեսին։ Ինչպես է վերաբերել նրան, որ շատ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին թիմակիցներն են, այսպես ասած, այս ծրագրի շատ դեմ արտահայտվում։ Իրենց հարցրեք։ Իրենց հարցրեք, կներեք։ 2007 թվականին Տեր-Պետրոսյանը մտել է քաղաքականություն, առաջին հարցը կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտապույտ կարգավորումը։ Ձեր նշած անձնավորությունը կանգնել է Տեր-Պետրոսյանի կողքին։ Հիմա, եթե նա քննադատում է այս մոտեցումը, իրեն կարող եք այդ հարցը ուղղել, թե ինչու էր ինքը այս ժամանակ կանգնում, եթե կարող է լինել մեկ պատճառ, որ իր համար Ղարաբաղի հարցը այդքան կարևոր հարց չի։ Թող այդպես պատասխանի իմանանք։ Խնդրեմ։
վերսեք 2007 թվականի սեպտեմբերի 21-ի Տեր-Պետրոսյանի ելույթը։ Վերսեք հոկտեմբերի 26-ի, չէ, խաղաղականություն վերադառնալու։ Հոկտեմբերի 26-ի ելույթը մի ամբողջ գլուխ նվիրված է այս հարցին, որ այս հարցը մենք պիտի լուծենք, քանի դեռ մենք չենք լուծել, մեզ հեռանկար չի սպասվում։ Հետո այդ ելույթների ժամանակ ձեր նշած անձը եկել միացել է։ Հիմա կամ իր համար այդ հարցը բացարձակ կարևորություն չունի դիրքորոշման առումով, կամ ինքը հավանության է արժանացրել այս մոտեցումը, հետո փոխել է։ Հարցեք ինչա տեղի ունեցել, որ փոխել է։